Պսակի խորհրդի ժամանակ քահանան հարցնում է փեսացուին. Տերես, փեսացուն պատասխանում է. Տեր եմ Աստծո հրամանով հայր սուրբ, 3 անգամ է հարցնում. Որդյակին փեսա, տերես, երկրորդ անգամ պատասխանում է. Տեր եմ Աստծո հրամանով հայր սուրբ, եւ 3-րդ անգամ է հարցնում. Տերես, Տեր եմ Աստծո հրամանով հայր սուրբ, եւ հարցնացուին է հարցնում. Դուստր իմ հարս հնազանդ ես, հնազանդ եմ Աստծո հրամանով հայր սուրբ, երկրորդ անգամ է հարցնում. Դուստր իմ հարս հնազանդ ես, հնազանդ եմ Աստծո հրամանով, ի վերջո 3-րդ անգամ հնազանդ ես, հնազանդ եմ Աստծո հրամանով հայր սուրբ։ Այս երկու կարևոր գույն խոստումների վրա հիմնվում է ընտանիքը։ Տեր նշանակում է տիրություն անել, կառավարել, ղեկավարել, պահել, պահպանել ընտանիքը։ Տղամարդը ղեկավար, տեր եւ պահապան պետք է լինի ընտանիքի։ Երբ որ տղամարդը ղեկավար, տեր եւ պահապան է, կինը պետք է հնազանդ լինի, այսինքն օգնական լինի։ Հնազանդ ինչ է նշանակում։ Նշանակում է օգնել, որ տղամարդը տեր լինի։ Ոչ թե տեր ու ծառա է, ոչ թե իշխող ու հնազանդվող, չէ, չկա տես բան, տեր ու ծառա չի։ Տեր ու ծառան Հովհաննես Թումանյանի հեքիաթն է։ Տեր ու ծառա չենք մենք խաղում։ Տեր եւ հնազանդ, ղեկավար եւ օգնական, պահապան եւ տղամարդը արտաքին ճակատն է պահում, պատերազմում է, կինը թիկունքն է պահում։ Այսինքն այս տունը այսպես է կառուցվում։ Այս երկու կարևորագույն հիմքերը եթե դրված են, իմաստությամբ, անձնազոհությամբ, սիրով դրված են, ուրեմն ընտանիքը կկառուցվի։ Եթե կարևորական սկզբունքները չեն պահվում, հա, կինը անդադ ուզում տեր լինի, որտեղ տղամարդը տեղ չի, դրա համար է կինը ուզում տեր լինի։ Տղամարդը տեղում չի, դրա համար է կինը ուզում, որ տունը չքանդվի, ստիպված գնում է, եթե նավապետը ղեկին չի, ուրեմն ուրիշ մեկը պետք է ղեկը բռնի, որ այդ նավը չխփի ժայռին, բայց երբ որ նավապետը իմաստուն է, ղեկինը լավ է ղեկավարում եւ նավապետի օգնականն էլ հնազանդ է, հա, ժամանակ այդ նավը գեղեցիկ է գնում։ Մեն շատ գեղեցիկ է սա։ Նավապետի օգնականը կարող է ղեկը բռնել այն ժամանակ, երբ որ նավապետը ղեկը թողել է։ Բայց քավլից թող այդպես չլինի։ Նավապետը թողել ղեկը բռնած գնա, օգնականն էլ կասի աճ պահի, ծախ պահի, բայց հազվագյուտ դեպքերում, երբ որ տեսնում է ժայռն է գալիս։ Զգուշ եղի, դու ես աչքում չես տեսնում, ընդ ժայռ կա, բայց ոչ միշտ, հա, միայն ծայրագույն դեպքում, երբ որ անհրաժեշտ է ասել, հուշել, ոչ թե պարտադրել, ոչ թե թելադրել, այլ ասել, հուշել, օգնել, օգնական լինել, որ նավապետը նավին, ղեկին հստակ իմաստուն ձևով վարի այդ նավը։ Ամեն